Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ ԺԲ պատում, Դավիթ և Մհեր, կամ Սասնա ծռեր, պատմեց Քյավառցի Սարգիս Հակոբյանը, գրի է առնված 1903 թվականին։ Դավիթ և Խանդութ։ Այս ժամանակներն կապուտ կողի մեջ կապրեր մե հուրիմալակ տեսքով աղջիկ, անունը Խանդութ Խաթուն։ Հենդոր գեղեցկութենի լուրն շատ-շատերն առան, խուզնկան եկան, հմայենի ոչ մեկին լե խոսք չիտեր, ես մալենի օղթը թակավորի խոսքը կոտրեց, քանի որ ընդոնք ուրանց ուժի զորով կուզեն ընդոր տեր դառնան։ Երբ որ Խանդութը լսեց Դավթի անունը, ճամփեց մի աշուղ Դավթի մոտ ու հրամայեց այս աշուղին օրենի ուր գեղեցկութենն գովա Դավթի առեջ ու հայտնա, որ Խանդութ Խաթունն կուզա ուր կնիկ նեղնի։ Այս աշուղն Սասուն հասավ ու լսեց, որ Դավիթն սովորութեն ունի, որ ցերեկներն ավ ու ղուշի կեթա իրիկները մինակ տունկի գա։ Աշուղը նստավ են ճամփու կողքին, ինչ տեղից Դավիթն տունկի գար։ Երկարը սպասեց աշուղն ու վերջապես տեսավ, որ էսա մեկը կիքա, էդի թորոսն էր։ Կարծելով, որ էսի Դավիթն աշուղն սկսեց երգել. «Հեյ դու Դավիթ, իմ աչքի լույս, իմ արեգակ, ական ջերա դու քու յարիդ, քու Խանդութիդ պեց ու կրակ, բամբը կիպես շողան ջերմակ, ուրեն առողջ բոյն ու բուսակ, հալաբու մեջ չտեղվորի, ուր թշեր կսիս նրան հատ, հեյ դու Դավիթ, շուտ արի»։ Ես որ թորոսը լսեց, հասկացավ բանի եղելութենը, հմավախեցավ, թե չեղնի, աշուղն կխաղա ու կուզա քալամսոտի Դավթին, կապուտ կող տանի, վճռեց ես աշուղին դուսենի Սասունից։ Դոր հմար լե ընդոր էնպես ծեծեց, որ աչքն անգամ կորցուց։ Աշուղն վրաց դուս փախավ Սասունից, թորոսն եկավ քաղաք։ Երբ թորոսն աչքից կորավ, ըստեղ աշեղն գլխի ընկավ, որ ուրան ծեծողն ու ջարդողը Դավիթը չէր, ուրիշն էր, ու էլի եկավ նստավ ճամփու մոտ ու սպասեց Դավթին։ Մի քանի ժամանակ որ անցկացավ, աշուղը տեսավ, որ ավչիներ կիքան, վախեցավ, փախավ, կուզեր պահվի ընդոնցից։ Հիմա Դավիթը տեսավ ու հրամայեց բռնեն։ Աշուղն վախեցավ, որ ուրան կսպանեն փորած անձի ճամփերա Խանդութ Խաթունն ու հրամայերա հայտնեմ Դավթին, որ ինքը կուզա ենտոր կնիկ նեղնի, ու սկսեց խովել Խանդութ Խաթունի գեղեցկութենը։ Դավիթն աշուղին վերցրեց ուր մոտ։ Առավոտը Դավիթ նսեց աշուղին, գնա ու հայտնա Խանդութ Խաթունին, որ ես մայիսի 15-ին կիքամ ուր մոտ։ Աշուղն ետ դարձավ, գնաց կապուտ կող ու հմենը պատմեց Խանդութին։ Ժամանակն եկավ, հասավ, Դավիթն պատրաստվեց կապուտ կող եթլու։ Խաթուն լե հրամայեց ուր ծառա Դավթին, ծառայանուն լե Դավիթ էր։ Մայիսի 15-ին կիքա մերկեն բոյով մարդ, դուր նոր կթխթխկացնի, դու պտի իսկույն դուրը բանաս ու բերիս իմ մոտ։ Հասավ մայիսի 15-ը, գիշերը ծառան լսեց դուրը ծեծելու ցենը, ով է տեղ հարցուց, ես իմ, լսվեց տսից մե բան ծրծեն, շուտ բաց արա ես իմ, Սասնա թագավոր Դավիթն իմ։ Ծառան իրիշկեց դրան ճղլակներով ու տեսավ, որ ընդեղ մի աշտահակ ակայնած ու իսկույն բացեց դուռը։ Դավիթը ներս մտավ ու հարցուց, անունդ ինչ է։ Երբ իմացավ ընդոր անուն լե, Դավիթը ասեց, Դավիթ ջան, բռնա իմ ձին ու լավ շախիր, թե չէ, են մալ մի կոմբ կտամ, որ գլուխդ գյուլլի պես դեն կտրճի։ Դավիթն ես խոսքերը նսեց ու մտավ ներս, հրամայեց ուրան իրիկվան խորակ տան։ Խորակը բերին պստիկ տալերքներով։ Հմայենի կուլ կիտեր մեկ-մեկու հետևից ընդոնց միջի կերակուլները։ Ուտելուց վերջը ջուր ուզեց։ Ջուրը բերին մի պստիկ ստականով։ Տեսնելով, որ այս ստականն ուր ծարավն չպիտի կոտրա,
ինքն վեր կացավ, մոտեցավ բոճկին ու ձեռն վեկալավ բոճկեն խմեց։ Ես մալ դարտկեց սաղ բոճկեն ու պարկեց քնեց։ Են դորքունն իմալ օրուր սովորութեններ քաշեց օղտ նոր։ Այսօր լսան մեկ էլ թագավորները դուս եկան կապուտ կողի թագավորի դեմ, օղտ թագավորներ են ստոնք։ Ընդոնք 4 կողմից են մալ փաթեցին քաղքի 4 բոլորը, որ կապուտ կողի թագավորն վախից գլոխն կորցրած չեր գինի թե ինչ ենա։ Հիմա ուր աղջիկ, խանդուտ խաթունը սիրտ գիտեր հորը նորենի չվախենա ղոշուններից ու կսեր ընդոնք մինակ ճանճերին կրնան սպանին ու ոչ թե մարդկանց։ Էս միջոցին բլեչկեր դավթի քնի վաղեն թմմավ, ենի վերելավ ուզեց լվացվելու ջուր տեսավ բալկոնից, որ քաղաքն փաթել են ու հարցուց, ես ինչ մարդիկ ինեկի քաղաքը փաթի, ասին քաղաքը փաթերին օղտը թագավորի ղոշուն, դոնք խանդուտ խաթունին ուզնկան եկան ու հմա որ խաթունն ընդոնց չուզեց, ես պատճառով լեկերին որ զորով տանին։ Խաթունը ժողվեց մե պստիկ խումբ ու ճամպեց թշնամու դեմ, ինքն լե ուզեց էթա, ենի մոտեցավ դավթին։ Ես ժամանակ Դավիթ բալկոնից երին կայնած կիրիշկեր թշնամիների կողմն։ Եբ խանդութն մոտեցավ Դավթին ու կուզեր բալկոնից ցած իջնի, Դավիթն բռնեց ու պինդ գրկեց ընդոր ու հետո լե են մալ մե պակ տվեց, որ թշնամիներն լսեցին էս պակի ձենն ու կարծեցին, թե թոփ կրակեցին։ Մեկ էլ անգամին երբ խանդութն ուզեց Դավթի մոտով ննցնի, Դավիթն էլի ուզեց պակի հմա ըստեղ։ Խանդութն էլ մալ մե սիլլա զարկեց Դավթին, որ ընդոր երեսից արուն շռած գեդին։ Խանդութն մատը թափ տվավ ասեց, մի անգամ պակեցիր բան չսեցի, քանի որ սասունցիների բռնի բնավորութենը ես լավ գինամ։ Հիմա այս անգամը ես քզի չեմ թողնի իմցիր, որ ես մեծ ծան դրող լուշաղիմ, անգետ, ախր մելավ թամաշ երա դու։ Ես խոսք չտվի օղտը թագավորի քզի կանչեցի, որ քու նշանած դառնամ, հիմա դու առանց հասկնալու վրա կպրծնից կասիս, ես մի ուրիշին լե կանչերիմ ու կուզիս ընձի ընդոր ձեռից պոկես քոնը դարձուս։ Լավ իրիշկա, են թագավորներն եկերին, ընձնից հայիվ հանին, որ քզի կանչեցի։ Դավիթն սիլլի ու ես խոսքերի վրա կուզեր էթա դաշտն օգնի խանդութի թշնամիներուն հմա մի քիչ մտածեց ու ուր մեջ վճռեց սուրբ նշանն ինձ կպատճա այդպիսի բանի համար։ Օղտ թագավորները շատ ավելի մենց ղոշուններ ունին, քան թե խանդութն ունի, ու իդոր համար լե պտի օգնիմ խանդութին։ Են սահատին դուս եկավ ուր նշանացի թշնամիներու դեմ կռվի։ Լագր նոր հասավ, ցյուց ցած իջավ, աղոթեց Աստծուն։ Համբուրեց սուրբ նշանն, որ ուրեն օգնական պահապանը լնի, ու հեծավ ձին քշեց դպա թշնամին։ Կատաղած ասլանի նման պլեչկերն 3 օրվա մեջ են մալ փչացուց թշնամու ղոշունն, իմալ որ կարկուտն հասած արտը կփչացու։ Աստուց հետո կուզեր տուն ետ գալ հմա բիրդան տեսա, որ մեծ յավոր դուս դպա ուրանը կշումցին, ես խանդութներ, են լե կրվի մեջներ։ Հիմա Դավիթն անտեղյակ էր ես բանից ու ցին բաց թողեց ձիավորի վրեն, հենց իմացավ թե ենի ուրան սպանելու ա եկի։ Երկուսով իրար կրվան։ Դավիթն զգաց որ էլ ուժ չունի պաշտպանվի հակառակորդի զարկերից, քանի որ ինքը բեզրել էր օղտ թագավորի ղոշունի դեմ ենքան կռիվենելուց։ Ուրիշ ճար չգտավ, վճռեց փախնի ազատվի։ Խանդութն առաջուց ճանճցեր էր Դավթին, ուզեց իմաց տա ընդոր, թե ուրան հետ կռվողն որնա։ Ուր դոշը են մալ մոտեցրեց Դավթին, որ Դավիթը ձեռը գցեց ու շորերը պատրեց, ծծերը բացեց։ Դավիթը նոր գլխի ընկավ, թե որն ա ուր հակառակորդն ուսեց, ախր ընչի դու առեջուտ չսիր ընցի քու որ նեղնելդ, ախր քզի վնաս կհասցնեի։
Ստուց հետո ընդոնք երկուսով ուրախ տուն դարձան, փոխեցին ուրանց հագուստը, կերան, խմեցին ու պառկան հանգիստ քնան։ Պլեչկերն պսակվեց խանդուտի հետ ու 3 տարի ապրեց կապուտկող, ըսկի միտն լեչ բերեց ուր հողը, ընդոր հոգսը սաղ մորցին էր։ Ենի մետղա ունեցավ, անունը դրին Մհեր։ Սասունցիները դավթիկուշտը ճամփեցին Թորոսին։ Թորոսը եկավ հասավ ըսեց. «Դավիթ, այ դու դավաճան Դավիթ, ընչի հմարերես նիվեր թողիր քու հերական երկիրն ու հողը, հերական թախտն ու դարձար ուրիշ մի թագավորի որդի»։ Դավիթն հասկացավ ուր սխալն ու վճռեց վերադառնա Սասուն։ Ինքն լե պատրաստվեց ճամփու կնիկ խաթունն լե։ Երբ ընդոնք ուզին ուրանց ազգականներուն ու ծանոթներուն մնաց բարևսեն, դուս ելավ Դավթի զոքանչն ու խնդրեց ընդոնք Մհերին թողան ուր մոտ, ուր սիրտն ուրախ մնա։ Ընդոնք լե չկոտրին մոր խոսքը ու Մհերին թողին տատիկի մոտ։ Դուս եկան։ 3 օրից հետո ընդոնք ռաստ եկան մե բազում Ղոշունի։ Ղոշունի գլխավորն էր Համզա Փահլևանը։ Եսի իմացել էր որ պլեչկերն կիքա ճամփեն կպահեր որ կրվեր հետն սպաներ։ Դավիթ նոր մոտեցավ ենի ըսեց. «Դավիթ, ես եկեր իմ քու հետ կռիվ»։ Ես մկա չեմ կռնա կռվի, կնիկս հետսա ու քու համար լե ամոթ որ մկա կռվենք։ Թե օրդ մալա ասեց Համզան, ես քզի ու քու կնկամ բաց կթողամ ու ստեղ լե կսպասիմ քզի։ Մենակ թե երթում կեր, որ ետ կդառնաս, ինձ հետ կռվես։ Դավիթն ծերն տրեց դոշի ձախ կողմն ու ասեց. «Այ թղ պատճա անցի սուրբ նշանը, թե ես չգամ քու հետ կռվեմ»։ Ենի ծերն տրեց դոշի ձախ կողմն ընդոր համար, որ ուզեց խափի, քանի որ ձախ կողմն միշտ կպահեր ուր սանդրը, աջ կողմն սուրբ նշանը։ Հիմա դու արի ու տես, օրետորն սխալմամբ սուրբ նշանն տրեր էր ձախ կողմը, սանդրը աջ կողմը։ Դավիթ նոր երթվավ, Համզան հանգստացավ ու ընդոր ազատ թողեց։ Եկան Սասուն։ Դավիթը շորերը որ հանեց, տեսավ ուր սխալը։ Էլ ինչ կռնարենի, պտի ուր խոստումը կատարի։ Սուրբ նշանը ուր երթումի պատճառով սևացել էր ինչպես գործելի։ Դավիթը պատրաստվեց կռվի եթա Համզայի դեմ։ Հիմա կնիկն շատ խնդրեց չեթա, Դավիթն ասեց չեմ կռնայի մերթումից ետ կայնիմ։ Գնաց առանց ուր հետ սուրբ նշանն տանելու։ Երբ Համզան տեսավ փոթորկի նման ուր վրա քշող Դավթին, վախեցավ ու զղջաց որ ընդուց կռիվ էր ուզե։ Ես պատճառով լե սկսեց ֆանդ ու ֆել էնել։ Դավիթ նոր մոտեցավ ենի պահ մտավ Մեղրի գետի ղամիշների մեջ ու վճռեց ուր պահ մտած տեղից սպանի Դավթին։ Դավիթն հասավ գետը, հանեց շորերը որ լող կնա մաքրվի ու նոր կռվի անցնի։ Համզան լե թաքուն տեղն ու տեղը ուր նետ ու անեղով զարկեց Դավթին։ Նետն դիպավ դուզ ընդոր դոշին։ Դավիթն ենմալ զիլ բորած որ ցենն 100 վերստի վրա հասավ Սասուն, խանդուտն է սատին գլխի ընկավ որ Դավթին սպանեցին ու ցավից ուրան գլխնիվեր բալկոնի ցած գցեց քարի վրեն։ Գլոխն ենմալ պին դիպավ քարին, որ ենտեղ մի եկափոս բացվեց։ Էս փոսի մեջ Սասունցիներն աղ գծեցին։